որ շրջում է մարզերով եւ քարտեզն է բաժանում Հայաստանի, ասում է սա է Հայաստանը։ Եվ ասում է, որ ժողովուրդը համաձայն է այս գաղափարախոսության հետ, որ մեր Հայաստանը այո, եթե ժողովուրդը չի հեռացրել Փաշինյանին, ուրեմն ժողովուրդը մեղավոր է։ Եթե ժողովուրդը ոտքի չի կանգնում Փաշինյանին հեռացնելու համար, այո, ժողովուրդը մեղավոր է, դա ինքը չի թաքցնում։ Ինքը չի թաքցնում։ Ասում եթե ես մեղավոր եմ, դու ժողովուրդը էլի կանցի անի։ Եթե չի գալի անում, ուրեմն ինքն էլի պետք է հավասար մեղավոր է։ Մարդը կարող է խոսա, որովհետև իրան բաժող չկա այսօր։ Հիմա նայեք, ընտրություններին ամեն ինչ սպասելի է Փաշինյանի կողմից։ Ես չեմ ուզում ասեմ ինչեր է սպասելի, որովհետև կարող է հիմա միտք տամ իրան, ինքը օգտագործի այդ մտքերը, ամեն ինչ սպասելի է եւ ամենավտանգավորը լինելու ընտրությունների հաջորդ օրվանից սկսած, որովհետև չգիտենք, եթե ինքը պարտվի էլ, ես կարծում եմ ինքը ամեն ինչ արել է իր թորը պահելու համար։ Իսկ մենք ընդդիմությունը պատրաստ լինելու է այդ աթոռը վերցնելու արդեն իր հաղթանակը միջև վերջ տանելու։ Այդ խնդիրը տեղ է։ Կանդասի ձերբակալության եւ կալանավորման մասին ինչ կասեք, Արթուր Ավանեսյանի կալանավորման մասին։ Չլսեցի։ Ավանեսյանի կալանավորման։ Գիտեք ինչ կա։ Կանդասի կալանավորումը ոչ մի բան չի տալի։ Կանդասի ես շատ անձամբ ճանաչում եմ։ Ինքը լավ է, դա խույզ է եղել։ Բայց ինքը երբևիցե քաղաքական գործիչ չի։ Ինքը չեն կարա իրան ինչ-որ բանի մեջ մեղադրեն, ինչ որ անում են իր դեմ Սարկոզի եղել։ Ինքը իրականում հերոս տղա է, ռազմիկ